Ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Երբ որ դուք գնում եք խանութ, օրինակ հաց եք գնում, չգիտեմ, դուք հաց գնում եք խանութից։ Գիտեք ինչ եմ հաց ասում, որովհետև հայերը հաց շատ են սիրում։ Ու հետո նայում եք վաճառողի դեմքին, ինչ եք սպասում, որ նա ձեզ խաղալիք կտա, թե նա ձեզ մի մեքենա կտա դրա դիմաց, թե իսկապես ձեր ուզած հացը կտա։ Իսկ Աստծուց երբեմն դուք ինչ-որ բաներ խնդրում եք, երբ որ նայում եք նրա դեմքին, դուք սպասում եք, թե նա ինչ պիտի տա ձեզ։ Այսօր պիտի խոսեմ աղոթքի մեջ սպասելու մասին։ Սա մի կարևոր նյութ է։ Եկեք խոսենք բոլորովին ուրիշ տեսանկյունից, ուսումնասիրենք բոլորովին ուրիշ տեսանկյունից։ Սպասել աղոթքի մեջ։ Գիտեք, սա ինչ մի հրաշալի բան է, ու անհրաժեշտություն բոլոր հավատացյալների համար, նրանք որ հավատում են, որ Աստված կա ու ինքը իրական է։ Այն մարդիկ, որ հավատում են իրենց կողքին կա մի անձնավորություն, նրանք անպայման խոսում են նրա հետ։ Եթե Հիսուսը ֆիզիկապես մարմնով երկրի վրա լիներ ու քայլեր ձեր կողքից, դուք հաստատ կխոսեիք, չէ՞ նրա հետ։ Հետևաբար, երբ որ դուք չեք խոսում Հիսուսի հետ, ձեր հավատքի պակասն է, դուք չեք հավատում, որ նա միշտ ձեր կողքին է, դրա համար էլ չեք խոսում։ Եկեք այս պակասը ուղղենք։ Լավ։ Իրականում սրանք խիստ իրար հետ կապակցված են։ Աղոթքի մեջ սպասելը հավատքի հետևանք է։ Նաև հավատքը աճում է, երբ որ սպասում ենք աղոթքի մեջ։ Պատկերացնում եք։ Եկեք բացենք իրար հետ։ Սաղմոս 40։ Դավիթն է գրել է Սաղմոսը։ Գիտեք, որ Դավիթը Աստծո մարդ էր։ Իր կյանքի բազմաթիվ ուղղակի դժվարությունների մեջ ինքը կարճած էր Աստծուց ու խնդրում էր, որ Աստված իրեն օգնի ամեն բանի մեջ։ Եվ ինքը շատ ճանաչեց այդ կախվածությունը, կյանքի այդ դժվարությունները ստիպեցին, որ ինքը շատ հաղորդակցվի Աստծո հետ։ Ու այդ շատ հաղորդակցությունը բերեց նրան, որ ինքը սկսեց ավելի լավ ճանաչել Աստծուն, ու ավելի մտերիմ հարաբերությունների մեջ եղավ Աստծո հետ։ Իհարկե կարիք չկա, կարծում եմ, որ մենք էլ լինենք շատ նեղությունների մեջ նոր մոտենանք Աստծուն ու մտերիմ հաղորդակցություն ստեղծենք։ Եթե մենք ուղղակի գիտակցում ենք, որ Աստված ուզում է, որ մեզ հետ հաղորդակցվի խորը, շատ ավելի մտերիմ, մենք ուղղակի պիտի գնանք դրան, այդ հաղորդակցությանը։ Եվ այլ կարիք չի լինի նեղությունների շատ։ Թեև մեկ-մեկ ամեն դեպքում դրա կարիքը լինում է մեր կյանքում։ Այո։ Դավիթը իր սաղմոսներից մեկում, գիտեք, որ մանավանդ երբ որ մարդը երաժիշտ է կամ երգիչ կամ ինչ-որ բանաստեղծ, իր նեղությունների մեջ, իր մեծ ապրումների մեջ ինքը սկսում է գրել ինչ-որ բաներ, երգեր, բանաստեղծություններ, այո։ Դավիթը այդպիսի մարդ էր, ինքը ըստ Աստվածաշնչի քնար էր նվագում, ինքը երգում էր, ինքը դրեց առաջին մեծ փառաբանության Աստծո ծառայությունը։ Եվ դրա համար էլ ինքը շատ սաղմոսներ գրեց։ Սաղմոսների բավականին մասը, բոլոր հեղինակներից ավելի շատ Դավիթն է գրել, եթե կարդաք Սաղմոսների գիրքը։ Ուրեմն 40-րդ Սաղմոսի առաջին խոսքում այսպիսի բաներ է գրում. «Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա խոնարհվեց ինձ, լսեց իմ աղաղակս ու ինձ կորստյան փոսից, տղմալից կավից հանեց ու ոտքերս վեմի վրա ամրացրեց ու քայլվածքս հաստատեց»։ Բայց որ դեպքում Աստված այս գործերը արեց իր կյանքում։ Ասում է սպասելով սպասեցի Տիրոջը։ Տարբեր թարգմանություններում տարբեր են գրած, ես որոշ թարգմանություններ կարդացի։ Ռուսերենում գրված է հաստատ հենվեցի, բայց եբրայերեն թարգմանությունում երկու անգամ գրված է սպասել բառը։ Այսինքն հայերենում ճիշտ է թարգմանված, էլի բառացի է թարգմանված։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Դե պատկերացրեք հիմա, ինքը նկարագրում է, որ ինքը տղմալից կավի մեջ էր, ինչ որ փոսի մեջ էր։ Աստված խոնարհվեց, իջավ ու իրեն հանեց այդ կավից ու գրված է իրեն հաստատեց վեմի վրա։ Այն դեպքում, երբ որ ինքը սպասելով սպասեց։ Դա սպասելով սպասել արտահայտությունը ցույց է տալիս ոչ թե ուղղակի սպասել, այլ երկար սպասել, գուցե ջանքով սպասել, կենտրոնացած սպասել, ինչ որ մի սպասելու բան է ցույց տալիս։ Տեսեք, սպասելով սպասեցի ու Աստված ինձ հանեց տղմալից կավից, այդ փոսից, այդ վատ վիճակից ու հաստատեց մի լավ տեղ վեմի վրա։ Հիմա նայեք, կարծես թե մարդը, երբ որ գտնվում էր մի նեղության մեջ, ինքը աղաղակում էր Աստծուն ու սպասում էր, որ իրեն հանեն այդտեղից։ Եվ սպասումը իզուր չանցավ։ Նաև խոսում է այս խոսքը նրա մասին, որ սպասումը արդյունք տվեց։ Ու Աստված ամոթով չթողեց, կարծես թե Դավիթի սպասումը։ Գիտեք, երբեք Աստված իրեն ուղղված հավատքը, հույսը երբեք ամոթով չի թողնում։ Ինքը այդպիսի անձնավորություն է, ինքը շատ հավատարիմ է, իր խոսքի հետևում կանգնած։ Բայց մեկ-մեկ ուշացնում է, ինքը սպասում է, որ մենք սպասենք իրեն։ Ինքը ուզում է, որ մենք հավատքներ դնենք իրեն սպասելու համար։ Այսպիսի ինչ-որ բաներ, որոնք հիմա մենք ուսումնասիրենք։ Իրականում Աստծուն սպասելը ունի մի քանի կողմ կամ մի քանի տեսանկյուններ։ Գիտեմ, որ քրիստոնյաները սիրում են հավաքվել կիրակի օրերը, սիրում են հավաքվել իրար հետ, այդ ուտել, խմել, բայց մենակ մնալ ու սպասել շատ քչերն են գնում դրան։ Մենակ մնալ ու հաղորդակցվել Աստծո հետ շատ քչերն են ձգտում դրան։ Որովհետև մարդկանց հետ կարելի է հաղորդակցվել, մարդիկ շոշափելի են, նրանք երևում են, մարդկանցից սպասումները հաճախ ավելի շատ են, մարդիկ կիմանան իմ հոգսերը կօգնեն, բայց Աստված
թեև բոլոր մարդկանցից ավելի ամենակարող, ավելի բարձր կարողությունով, հնարավորություններով, բայց Աստծուն սпасելու հարցում շատ հաճախ թերանում են։ Սրա հիմքում ընկած է հավատքի պակասը։ Ու տեսանկյունները այնքան շատ են, ես փորձեցի գրել, դրանք բավականին շատ ստացվեցին։ Դրա համար խոսեմ այսօր գոնե 3 տեսանկյունից։ Ինչերի սпасել, կամ ինչերի պիտի քրիստոնյան սпасի։ Առաջինը դրանք Աստծո խոստումներին։ Եթե մի բան Աստված չի խոստացել, լավ է չմտածել դրա մասին, հույս չունենալ դրա վրա։ Որովհետև մարդիկ իրենց երևակայությունից, իրենց մեծ ցանկությունից մեկ էլ այնպիսի բաներ են խնդրում Աստծուց ու սպասում են, որ Աստված դրանք պիտի տա, ու որ չի տալիս նեղանում են Աստծուց։ Չաստված այդպիսի անձնավորություն չի։ Բացառիկ Աստվածաշունչը կարդացեք, հազարավոր խոստումներ ունի Աստված մեզ տված։ Այդ հազարավոր խոստումները բացառակ կարդա ու դրա համապատասխան կանգնիր ու խնդրիր Աստծուց։ Միայն մեկը որպես օրինակ ասեմ, բացառիկ ինձ հետ Գործք առաքելոց առաջի գլուխը։ Սա այն փոքրիկ պահն էր նկարագրված Գործք առաքելոց առաջի գլխում, որ Հիսուսը ինչպես իր աշակերտներին պատվերներ տվեց ու համբարձվեց երկինք։ Եվ այս պատվերների մեջ կար մի շատ կարևոր պատվեր։ Ուրեմն ինչ էր տեղի ունեցել։ Հիսուսը մահացավ խաչի վրա, 3 օր մնաց գերեզմանում, հետո հարություն առավ։ Հարությունն առնելուց հետո ինքը երևաց իր աշակերտներին, հավաքեց իր աշակերտներին, խոսեց աշակերտների հետ 40 օր գրված է։ 40 օր սովորեցնում էր երկնքի թագավորության մասին։ Հետաքրքիր է, չէ՞։ Աշակերտներին ինքը սովորեցել էր 3 տարուց ավելի, բայց հիմա նորից կարիք կար մի 40 օր նորից սովորեցնել երկնքի թագավորության մասին։ Եվ դա դեռ բավարար չէր, 40 օր սովորեցնելուց հետո էլ դեռ պատվեր տվեց, հետո նոր ինքը հեռացավ։ Ու առաջի գլխում լավ նկարագրված է, առաջի խոսքից մինչև 9-րդ, 10-րդ խոսքերը նկարագրված է ինչպես Հիսուսը պատվեր էր տալիս ու ինչպես ինքը համբարձվեց երկինք։ Բայց կանգ առնենք միայն մի խոսքի վրա, 4-րդ խոսքը։ Եվ նրանց հետ գտնված ժամանակ ապսպրում էր նրանց կամ պատվիրում էր նրանց, որ Երուսաղեմից չհեռանան, հապա սպասեն հոր խոստումին, որ ինձանից լսեցիք, ասում էր։ Հիսուսը արդեն ասել էր իր աշակերտներին, որ հայրը մի բան խոստացել է ու այդ խոստումը պիտի տա։ Ու ասեց Երուսաղեմից չհեռանաք։ Հիսուսի համար այնքան կարևոր էր, որ այդ խոստումը անպայման աշակերտները ստացած լինեն։ Ու մենք ամեն անգամ այդ խոստումի մասին խոսում ենք Պենտեկոստեի տոնի ժամանակ, դա Սուրբ Հոգու խոստումն էր։ Իրականում դա միակ խոստումն էր։ Գիտեք ինչ եմ ասում միակ, որովհետև մնացած բոլոր խոստումները ամփոփված են այդ խոստումի մեջ։ Ու Հիսուսը գիտակցելով դրա կարևորությունը, դրա մեծությունը, որ բոլոր խոստումների արմատում ընկած է մենակ մի խոստում, պետքա որ Աստված բնակվի մարդու մեջ, ու բոլոր խոստումները իր հետ կբերի մարդու մեջ։ Դրա համար հենց սկզբից պատվիրեց, ասեց Երուսաղեմից չհեռանաք։ Գիտեք, Հիսուսի համար շատ կարևոր էր։ Ինքը պատվիրել էր, որ գնացեք մինչև աշխարհի ծայրերը, աշակերտեք։ Գիտեք ինչքան պատվերներ էր տվել, ցրվելու, տարածելու ավետարանը, չէ՞։ Բայց ասես չգնաք մինչև զորությունը չառնեք վերևից։ Այդքան կարևոր էր այս խոստումը։ Բայց եկեք այս տեսանկյունից նայենք, որ Աստված մի բան խոստացել էր, հայրը խոստացել էր, չէ՞ որ գրված ասում է սպասեք հոր խոստումին։ Եվ հիմա դրա համար պետք էր ուղղակի սպասել։ Գնալ ինչ-որ միտեղ, փակվել ու սպասել։ Ու աշակերտները այդպես էլ արեցին։ Եթե շարունակենք կարդալ այս գլուխը, 13-րդ խոսքից կարդամ, երբ քաղաքը մտան, ելան Վերնատունը, ուր բնակվում էին Պետրոսը, Հակոբոսը եւ բոլորի անուններն ա գրված այստեղ։ Եվ սրանք բոլորը միաբանությամբ միշտ աղոթք ու աղաչանք էին անում կանանց հետ եւ Հիսուսի մոր Մարիամի հետ ու նրա եղբայրների հետ։ Այսինքն այն օրերին, որ իրենց պատվիրված էր սпасել, իրանք զբաղված էին աղոթքով։ Գուցե գործեր շատ կար, գուցե բարեգործական գործեր շատ կար, գուցե կային աղքատներ, որոնց պետք էր ինչ-որ ողորմություններ անել։ Գուցե մտածում էին, որ հիվանդներ կա, որոնց պիտի այցելել, բայց այս մարդկանց պատվեր էր տրված։ Հիսուսը ասաց, «Տեղ չգնաք, սպասեք հոր խոստումին»։ Ու իրենք սպասեցին, իրենց սպասումը տևեց ինչքան, հիշում եք, 10 օր։ 10 օր հետո երկնքից իջավ Սուրբ Հոգին։ Իսկ եթե չսպասեին ու հեռանային, արդյոք նրանք կհանդիպեին Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, սպասումը ինչ է, երբ որ գնում եք խանութ, փողը տալիս եք ու ասում եք ինձ հաց տուր։ Ու դուք թողում հեռանում եք այդտեղից, հա? Հետո ձեր հետևից կանչում են, ասում են՝ «Բա հացը, մոռացար հացը»։ Եղել են այսպիսի դեպքեր ձեր հետ։ Մեկ-մեկ լինում է, չէ՞։ Ինձ հետ եղել են։ Հետաքրքիր է, բայց ինչու հաճախ մարդիկ Աստծուց, երբ որ մի բան են խնդրում, մանավանդ երբ որ Աստված խոստացել է, խնդրում են ու հեռանում ու մոռանում են, որ իրենք խնդրել են։ Հաճախ էսպես էլ է լինում, գիտեք։ Դուք բռնացնում եք ձեզ կյանքում, եթե ձեզ ասեն վերջին անգամ ինչ եք խնդրել Աստծուց, ու հետո արդյոք սпасել եք մինչև նա պատասխանի ձեզ, մինչև ձեր խնդրածը հասնի ձեզ։ Այս սպասումի պահը հաճախ դժվարություն է առաջացնում քրիստոնյաների մեջ։ Իրականում որքան ես կարողանում աղոթքի մեջ սпасես քո խնդրվածքի պատասխանին, սա ցույց է տալիս քո հավատքի չափը, թե դու որքան հավատք ունես Աստծո նկատմամբ։ Եվ մի ուրիշ բան էլ, եթե դու տեսնում ես, որ չես կարողանում սпасել հավատքով, որ մինչև դու Աստծուց կստանաս այն ինչ որ Աստված խոստացել է քեզ, այն ինչ որ դու խնդրել ես իրենից, ուրեմն կարիք կա մի ուրիշ տեսակ ջանք անելու, որպեսզի այդ հավատքը աճի, զարգանա, հասնի այն մակարդակի, որ դու կարողանաս սпасել։
Այս հիմա գիտեմ, որ դուք բոլորդ այստեղ նստած արդեն մտածում եք նրա մասին, թե դուք ձեր սրտում ինչ ցանկություններ ունեք, ինչ ձգտում ունեք, որ Աստված ձեր կյանքում մի բան փոխի, մի բան անի, կամ մի բան տա ձեզ, ունեք չէ՞ այդպիսի բաներ։ Ես էլ ունեմ, ու դա ճիշտ սպասում եմ, ճիշտ բան է, որ մենք ունենանք այդպիսի բաներ Աստծո նկատմամբ։ Մանավանդ այն բաները, ինչ որ Աստված խոստացել է։ Իսկ այն բաները, ինչի համար որ հիմք չունենք, որ Աստված չի խոստացել, դրանք լավ է իսկապես մեր սրտից ջնջած լինենք։ Ու դատարկ հույսեր չպահենք, որովհետև չգիտենք, եթե չստանանք Աստծուց ինչ կլինի մեր հետ, մեր հույսը ինչպես կջարդվի, մեր հավատքը ինչ կլինի։ Լավ է հիմիկվանից դրանից հրաժարվել։ Այս դիրքը պահելը նման է նրան, որ դուք մոտենում եք Աստծուն աղոթքի մեջ, ասում եք Տեր, այս բանը տուր։ Ու այդ սպասում այն պահն է, որ դու ձեռքդ մեկնել ես, սպասում ես, որ նա դնի ձեռքիդ մեջ։ Այդ հավատքն է այդ ձեռքը, որ դու մեկնում ու սպասում ես։ Չգիտեմ, սպասել բառը շատ կասեմ, բայց դրա կարևորությունը շատ մեծ է։ Եթե կարողանում ես տեսնել հիմա, որ քո մեջ կա պակաս սպասելու, ուրեմն կարիք կա այդ հարցում ինչ որ մի աշխատանք կատարելու, որ հավատքդ աճի։ Գուցե սպասիր նրա համար, որ հավատքդ մեծանա։ Գուցե սպասիր նրա համար, որ մինչև առնես խնդրածդ ու դրա միջոցով հավատքդ մեծանա։ Խնդրվածքի սպասումը լինում է տարբեր տեսանկյուններից։ Մեկը դժվարություն է ունենում ու խնդրում է, որ իրեն հանի այդ դժվարությունից։ Ու մեկ խնդրում այդ ժամանակ։ Սպասումին ամենաշատը խանգարում է մեր մարդկային մտքերը։ Այն բոլոր մտքերը, որոնք մենք կողքից ենք ունենում, որոնք աստվածաշնչյան չեն։ Մենք մոտենում ենք Աստծուն ու ասում ենք Տեր, խնդրում եմ ինձ օգնիր օրինակ այս դժվարությունից դուրս գալ։ Ու կանգնում եմ Աստծո առաջ ու սպասում եմ ու սպասելու ժամանակ մտածում եմ. այս մարդը սենց մի հատ բան աներ, գար ինձ հաներս, փրկերս նեղությունից։ Այն մի մարդ այդ հնարավորությունը ունի։ Խնդրում եմ, ասում եմ Տեր, ես այսօր ֆինանսական դժվարության մեջ եմ, խնդրում եմ օգնիր ինձ։ Ու կանգնում եմ Աստծո առաջ ու մտածում եմ ինչ լավ կլներ, Աստված այս ինչ մարդու միջոցով ինձ փող ուղարկեր։ Այս բոլոր տեսակ մտքերը խանգարում են, որ Աստված մեր սպասումները իրականացնի։ Ու հաճախ կարիք է լինում, Աստված ձգում է, երկարացնում է այդ սպասումի պահը այնքան, մինչև այդ բոլոր տեսակ մտքերից մենք հուսահատվում ենք, հիասթափվում ենք։ Այն մարդիկ, ում վրա որ հույս էինք դրել կողքից, տեսնում ենք, որ իրենք չեն կարողանում մեզ օգնել։ Որ իրենք հրաժարվում են մեզ օգնել, եւ ինչ որ էսպիսի բաներ։ Ու Աստված մնում է միակը։ Նոր կանգնում նայում ենք Աստծուն, ասում ենք Տեր, ինչ ես անում մեզ հետ։ Մենք ասում այս այ ուզում, որ դու ինձ նայես ու ինձանից լինի քո միակ սպասումը։ Դա գիտեք հաճախ ինչին է նման, որ մտնում եք խանութ, մոտենում եք վաճառողին, փողը տալիս, ասում եք ինձ հաց տուր, ու գնում եք մի ուրիշ տեղ, սպասում եք, թե հացը ինչ որ մի ուրիշ մեկը պիտի տա։ Ումից եք խնդրել։ Անկեղծորեն սպասեք նրանից։ Սա շատ լավ սպասումի բան է։ Գիտեք, սա լավ հասկանում են այն մարդիկ, ովքեր լուրջ նեղությունների մեջ կախված են եղել Աստծուց։ Այդպիսի մի մարդ կար 5 տակարանում։ Հիմա Մարգարե կար շատ տանջված ու չարչարված։ Այնքան որ նրան ասում էին լացող Մարգարե։ Երբ որ Երուսաղեմը կործանվեց, ինքը մի ողբ գրեց։ Կոչվում է Երեմիայի ողբը։ Կարդացել եք այդ գիրքը։ Կարճ գիրք է, ինքը ընդամենը 5 գլուխ, բայց 3-րդ գլխի կենտրոնական մասում, կարծես ամբողջ այդ մարգարեության կենտրոնում շատ օրհնյալ մի հատված կա փրկության հետ կապված։ Բացել եք 3-րդ գլուխը, ես պիտի կարդամ 3-րդ գլխի 26-րդ խոսքը։ Տեսեք տանջված, Աստծուն հասկացող մարդու արտահայտությունը։ Տիրոջ փրկությանը սпасելը ու լռությամբ հուսալը լավ է։ Ինչքան մտածելու բան է տալիս։ Տիրոջ փրկությանը սпасելը ու լռությամբ հուսալը։ Իրականում այստեղ լռել բառը չի խոսում նրա մասին, որ բերաններս չբացենք, ոչ մի ծպտուն հանգարց չլինի։ Սրա մասին չի խոսում։ Այլ խոսում է նրա մասին, որ բողոք դուրս չգա, որ տրտունջ դուրս չգա։ Չէ՞ որ նեղության մեջ եղող մարդը սպասում է, որ Աստված իրեն պիտի հանի այդ նեղությունից։ Ինքը աղոթել ու սպասում է դրան։ Ու մեկ էլ ասում է ինչ, որ Տիրոջ փրկությանը սпасելը ու լռությամբ հուսալը։ Սա մի օրհնյալ խոսք է, եթե դուք ապրել եք ինչ-որ նման մի բան, սա ձեր սրտի խորքում տեղ կգտնի։ Բայց եթե չեք ապրել ու առիթ կլինի Աստծուն հուսալ ու Աստծուց կախված լինել, հիշեք այս խոսքը։ Տիրոջ փրկությանը սпасելը ու լռությամբ հուսալը։ Սա մի յուրահատուկ բան է, որովհետև սրա մեջ Աստված գործում։ Կարող է նեղության մեջ չես, կարող է մի ուրիշ տեսակ դժվարություն ունես, օրինակ հիվանդություններ մարդիկ հաճախ են ունենում։ Ու հիվանդությունների համար մենք էլ ենք աղոթում, չէ՞, այստեղ էլ ենք աղոթում։ Դուք էլ անձամբ աղոթում եք ձեր հիվանդությունների համար։ Հիշում եմ մի այսպիսի դեպք էր եղել, մենք իհարկե շատ հումորով վերաբերվեցինք դրան, եղբայրներից մեկը շատ բարձր տաքություն ուներ, գնացել էին եղբայրները իրեն այցելության։ Ու եղբայրներից մեկը ասել էր՝ «Դե դեղը խմի, որ աղոթենք քո համար»։ Իհարկե, երբ որ լսեցինք, բավական հումորով վերաբերվեցինք ու ծիծաղեցինք, բայց իրականում շատ քրիստոնյաներ այսպես են վերաբերվում, գիտեք։ Ասում են աղոթելս լավ ես արել, հիմա էլ արի մի հատ դեղ խմի։ Կամ էլ քրիստոնյան կանգնում է աղոթելու, աղոթում, ասում է ինձ բուժի, տեսնում է մի քիչ ձգվում է հիվանդությունը, չի բուժվում։ Մտածում է կարող է Աստված ուզում է բժիշկների միջոցով բուժել։ Ու արդեն սկսում են ուրիշ մտքեր առաջանալ, որոնք կարծում եմ այդքան էլ Աստծուց չեն։ Մեկ-մեկ ես խորհուրդ եմ տալիս, ասում եմ մինչև Աստծուց չլսես, որ պիտի գնաս բժշկի, մի գնա։
Իրականում ճշմարիտ հավատքը սենց է խոսում մեզ։ Եկեք մի դեպք ասեմ, գրված է Նոր Կտակարանում։ Մի մարդ, որը կորցրել էր սպասումը։ Մի դեպք կա, որ ինքը մի բան էր խնդրել Աստծուց ու հաստատ Աստծո կամքն էր, որ ինքը ունենար։ Ինքը երեխա չէր ունենում երկար ժամանակ, ինքն ու կինը երկուսով էին ապրում երկար ժամանակ։ Նոր Կտակարանում ով կլինի դա, կարծում եմ արդեն գիտեք։ Եղիսաբեթն ու Զաքարյան, Հովհաննես Մկրտիչի հայրն ու մայրը։ Նրանք իրար հետ սպասում էին երեխայի ու տարիքները առել էին այնքան արդեն, որ այս մարդը կորցրել էր սպասումը։ Դեք ինչից է երևում, որ կորցրել էր սպասումը։ Ինքը իր ծառայությունն էր անում տաճարում, խնկարկության ծառայություն էր անում։ Մեկ էլ խունկի սեղանի աջ կողմում կանգնում է հրեշտակ Աստծո, ասում է քո աղոթքները լսվեցին Աստծո մոտ։ Ու ես եկա քեզ ասեմ, որ դու երեխա ես ունենալու, ու մեծ մարգարե պիտի ծնվի։ Մի հատ լավ բաներ ասում այս մարդուն։ Այս մարդը ասում է դա ո՞նց կարա լինի։ Ասում է որովհետև չհավատացիր իմ ասած խոսքին, համր պիտի լինես մինչև այս դեպքերը կատարվեն։ Գիտեք ինչի չհավատաց Զաքարյան։ Արդեն կորցրել էր այն սպասումը, որ ինքը ուներ։ Քանի դեռ երիտասարդ էր, քանի դեռ հույսը իր եւ կնոջ մարմնի վրա էր, ինքը կարողանում էր սպասել, հասկանում եք, բայց հենց որ տեսավ, որ այդ մարմինը արդեն ընդունակ չի, ինքը կորցրեց այդ սպասումը։ Այ հենց այդ ժամանակ հայտնվեց հրեշտակը։ Գիտեք Աստված որ պահերին է հայտնվում, այն պահին որ մարդը նյութական, մարմնավոր, ել ոչ մի բանի հետ հույս չունի, բայց միշտ սխալա սպասումը կորցնելը։ Չգիտեմ ձեր մեջ կան մարդիկ, որ սպասումը կորցրել են, իրենց խնդրածի, իրենց հույսի սպասումը կորցրել են։ Սա ճիշտ չի լինի։ Եկեք մի ուրիշ դեպք ցույց տամ, Գործք առաքելոցը բացառեք ինձ հետ։ Գիտեք որ Գործք առաքելոցը սկսվում է նրանով, որ Հիսուսը համբարձվեց, ու իրենից հետո ինչպես սկսեցին իր աշակերտները գործել։ Ինչպես Հիսուսն էին գործում, այդպես գործում էին առաքյալները, իր աշակերտները։ Իրենք իրենց աչքով տեսել էին, անձամբ Հիսուսից սովորել էին, ու Հիսուսի գնալուց հետո իրենք սկսեցին նույն ձևով գործել։ Եվ ընդամենը առաջի գլխից մի քիչ հետո երրորդ գլխում կարդում ենք մի դեպք։ Հովհաննեսն ու Պետրոսը աղոթքի ժամանակ, իրենք ժամ ունեին աղոթքի, գնում էին տաճար աղոթելու։ Ու գրված է որ տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ բերում էին մի կաղ էին նստացնում, իր մոր որովայնից կաղ ծնված, մեկը որ մշտական կաղ էր եղել, այդպես ծնվել էր։ Բերում նստացնում էին ու նա ողորմություն էր խնդրում մարդկանցից։ Բացելեք երրորդ գլուխը, տեսեք այստեղ մի քանի խոսք, 4-5 խոսքեր է կարդան, որ շատ չլինի։ Երբ որ մարդիկ էին մտնում, ինքը սպասում ուներ, որ իրեն ողորմություն պիտի տան, չէ՞։ Ու այդ պահին մեկ էլ մտնում են Պետրոսն ու Հովհաննեսը։ Երրորդ խոսքից եմ կարդում, սա տեսնելով Պետրոսին եւ Հովհաննեսին, որ տաճարը մտնելու վրային, աղաչում էր, որ ողորմություն առնի։ Իսկ Պետրոսը Հովհաննեսի հետ մեկտեղ նրան նայեցին ու ասացին. «Մեզ նայիր»։ Իրենց վարքն էլ է հետաքրքիր։ Նա էլ դեպի նրանց դարձավ, հույս ուներ, որ մի բան կառնի նրանցից։ Եվ Պետրոսը ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, հապա ինչ որ ունեմ այն քեզ կտամ»։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ելիր ու քայլիր։ Ու այս մարդը վերակենում ու քայլում, ու ոչ միայն քայլում, ցատկոտում է, պարում է այդ ժամանակ։ Ու բոլոր հրեաները հավաքվում են։ Շարունակությունը կարդաք կտեսնեք։ Ինչի վրա եմ ուզում, որ ուշադրությունը այդ կենտրոնանաք։ 4-րդ խոսքը։ Պետրոսը Հովհաննեսի հետ մեկտեղ նրան նայեց ու ասաց. «Մեզ նայիր»։ Այս մեզ նայիր արտահայտությունը առաջացրեց սպասում այս մարդու մեջ, որ հեսա ինձ փող կտան։ Նա էլ դեպի նրանց դարձավ ու հույս ուներ նրանցից մի բան առնել, սպասում ուներ, որ հեսա ինձ մի բան կտան։ Մեկ էլ ասում է, գիտես, ոսկի ու արծաթ չունեմ, բայց ինչ որ ունեմ քեզ կտամ։ Այս ոսկի ու արծաթը չունեմ, կարծես թե մի պահ կոտրում է այս սպասումը, բայց ինչ որ ունեմ քեզ կտամ։ Այս մարդը սպասումը սկսեց շարունակվել, տեսնես ինչ ունեն այս մարդիկ, որ ինձ պիտի տան։ Պարզվեց Հիսուսի անունը ունեն, մի ավելի մեծ բան ունեն։ Սրա մեջ հետաքրքիր գաղտնիք կա։ Գիտեք, մեկ-մեկ մենք մոտենում ենք Աստծուն ու խնդրում ենք, ասում ենք օրինակ բժշկության համար կամ նեղության մեջ եմ հանի ինձ այդ նեղությունից, այսպեսի ինչ որ մի բան խնդրում ենք Աստծուց ու սկսում ենք սպասել, որ Աստված մեզ կհանի դրանից։ Մեկ-մեկ էլ Աստված երկնքից նայում է, ասում է նայիր ինձ, նայիր ինձ, նայիր ինձ, մենք նայում ենք Աստծուն։ Մենք խոսքեր շատ ունենք, չէ՞, Հիսուսին նայեք, ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին կարդացել եք։ Այսինքն խոսքեր շատ ունենք, որ մեր հայացքը ուղղում են դեպի Աստված։ Նայում ենք իրեն։ Մեկ էլ ինքը ասում է, գիտես, այդ քո ուզածը, որ դու ուզում ես, չեմ ուզում քեզ տամ, բայց ուրիշ բան ունեմ քեզ տալու։ Մենք հաճախ մեր ականջները փակում ենք Աստծո այս ասածին, ասում ենք, Տեր, այս բանը շատ եմ խնդրում, տուր ինձ։ Օրինակ մեկը, չգիտեմ, ինչ է խնդրում, ինքնաթիռ է խնդրում, այնպեսի բան ասում, որ չեն խնդրում, էլի։ Դա մեկը չմտածի իր մասին եմ պատմում։ Մեկը խնդրում ասում է, Տեր, քեզանից ինքնաթիռ եմ ուզում։ Աստված ասում է ինձ նայի, ինքնաթիռը քեզ չեմ տալու։ Ինքը չի ասում չունեմ։ Ինքը ամեն ինչ ունի, գրված է երկիրը իր ամեն ինչով Տիրոջն է պատկանում։ Ու չի ասում չեմ կարող, ինքը ամեն ինչ կարա տա, մեկի տեղը 5 հատ ինքնաթիռ կարա տա, չգիտեմ, ինչքան ուզեք։ Դա մեկ էլ Աստված ասում է, բայց դա չեմ ուզում քեզ տալ։ Ավելի լավ բան ունեմ քեզ տալու։ Հիսուսի բնավորությունը ունեմ քեզ տալու։ Հիսուսի հավատքը ունեմ քեզ տալու։ Մի շատ լավ բան ունեմ քեզ տալու։ Հիմնականում մարդիկ մեծ մասամբ քրիստոնյաները այսպեսին են։ Իրենք փակում են ականջները, ասում են չեմ լսում։ Տուր ինձ, այս ինչ որ ես խնդրում եմ, իմ ինքնաթիռը տուր ինձ։
ասում եմ լսիր, ինձ նայիր ու լսիր, ես դա չեմ ուզում քեզ տալ, ես սա եմ ուզում քեզ տալ։ Առաջինը կարծես կոտրում է մեր սպասումը, բայց երկրորդը մի նոր սպասում է առաջացնում, որ ավելի թանկ բան մենք պիտի ձեռք բերենք։ Ասում եմ Հիսուսի պատկերն եմ ուզում քեզ տամ, որ դու երկրի ապրես Հիսուսի նման։ Դասեմ բաներն եմ ասում, ինչ որ հաստատ Աստված ուզում է որ մենք ունենանք, որ դու այդպիսի սրբությամբ ապրես, այդպիսի զորությամբ ապրես։ Մեկ էլ քրիստոնյաները նորից ասում են, չէ, ուզում եմ սա։ Պատկերացնում եք հաճախ ինչպիսի պայքար է լինում քրիստոնյաների մեջ, այստեղ կարիք կա, որ այն պահին, որ դու կանգնած ու սպասում ես Աստծուն, որ ինքը քեզ համար մի բան անի, նեղությունից հանի կամ ինչ որ մի բան, դու կարողանաս լսել իրեն ու փոխել այն հարցերը, ինչ որ կա քո ներսում։ Մի քիչ հետո ավելի մանրամասն խոսեմ։ Ուրեմն սա մի տեսանկյունն էր, որտեղ մենք խնդրում ենք Աստծո խոստացածը, որպեսզի դա ստանանք։ Երկրորդը, կարևոր մի բան կա։ Խնդրել կամ սպասել Աստծուն լսելու համար։ Սա մի ուրիշ տեսանկյուն է։ Գիտեք, սպասել Աստծուն լսելու համար, դեզանից քանիսն են ուզում լսել Աստծուն։ Իսկ քանիսն են մինչև հիմա լսել Աստծուն։ Գիտեք, մեկ-մեկ որ մարդկանց հետ խոսում եմ, փորձում եմ ինչ-որ մի բան ուղղել իրենց կյանքում ու չի ստացվում։ Ես գնում սկսում եմ խոսել Աստծո հետ։ Ասում եմ դու խոսա, հա։ Քո մի ասածը իմ հազարավոր ասածներից ավելին արժի։ Ու մեկ էլ հանկարծ այդ մարդու կյանքում որ փոփոխություն ալնում, այնքան եմ ուրախանում, ու ինքը պատմում է թե ոնց է Աստված իր հետ խոսացել։ Չեմ ասում դա իմ աղոթքի հետևանքն է, Աստված բոլորի հետ է ուզում խոսել։ Մի եկեղեցու հովիվ կար, արտասահմանից ինքը ասում էր Աստված երբեք չի լռում։ Մեր ականջներն են հաճախ փակվում իրեն լսելու։ Ինքը միշտ մեզ ասելու բան ունի, գիտեք, բայց մեր ականջներն են հաճախ փակվում իրեն լսելու։ Այն որ Աստծո խոսքն է հեռանում մեր վերանից, այս է խանգարում։ Աստծո մի մեծ մարդ կար, աղոթքի մարդ կար 5 տականում։ Հիմնականում Աստծո մեծ աղոթքի մարդիկ դարձել են Աստծո մեծ ծառաները։ Այդպիսին էր Դանիելը։ Ինքը մի հարց էր դրել Աստծո առաջ։ Ասել էր ինչ պիտի լինի այս ժողովրդի հետ, Իսրայել ժողովրդի հետ։ Ինքը փոքր մարդ չէր։ Բաբելոնյան պետության մեջ ինքը Բաբելոնի թագավորից հետո հաջորդ մարդն էր։ Ու ոչ թե միակն էր, այլ 3 գլխավորներից մեկն էր։ Իհարկե թագավորը վերջի ուզում էր դարձնել այդ 3 գլխավորներից մեկը, կարծում եմ հետո դարձրեց, չգիտենք դրա մանրամասները գրված չի։ Բայց իր Մարգարեության 10-րդ գլխում իր աղոթքի մասին է գրում, 10-րդ գլխի 2-րդ խոսքում ասում է ամբողջ 3 շաբաթ, ասում է սուքի մեջ էի։ Այդ սուքը գիտեք ինչն էր, որ ուզում եմ լսեմ, թե ինչ է լինելու այս ժողովրդի հետ ու չեմ լսում։ Մի բան էլ ասեմ ձեզ, Դանիելը այն վիճակում չէր գտնվում, որ իր բարեկեցության համար խնդրեր։ Պատկերացնում եք, թագավորից հետո հաջորդ մարդը ինքն էր։ Ինչի կարիք ուներ այս մարդը։ Ապրում էր խաղաղության մեջ, ապրում էր հարստության մեջ, ոչ մի բանի կարիք չուներ, բայց այս մարդու սրտում ցավ կար, թե այս ժողովրդի հետ ինչ է տեղի ունենալու։ Ցավոք սրտի, քրիստոնյաների հիմնական կարիքը Աստծուց, որ ուզում են Աստծուն լսեն կամ մի բան են խնդրում, դա կապված է իրենց անձի հետ։ Ով է խնդրում ասում այս ժողովրդի հետ ինչ է լինելու վերջը։ Ով է ասում մեր եկեղեցում ինչու քո ներկայությունը ավելի շատ չի, ինչու քո սրբությունը ավելի ուժեղ չի, բոլոր հավատացյալների վրա այստեղ հավաքված։ Ով է այսպիսի բաների համար սուք անում։ Ոչ միայն աղոթք, սուք անում։ Բայց մարդը ասում է ես ամբողջ 3 շաբաթ սուքի մեջ էի։ 21 օր իսկապես։ Ու դրանից հետո մեկ էլ հայտնվում է հրեշտակը։ Ասում է Դանիել սիրելի մարդ, ինչու էսպես կասեր հրեշտակը այս մարդուն։ Ինչու, որովհետև իսկապես այդպես էր ճանաչում։ Որովհետև այդպիսի մարդ էր, Աստծո սրտի համեմատ խնդրվածքներ էր բերում Աստծո առաջ։ Ու իր հոգսը ինչն էր։ Ինքը չվերցրեց թուրը գնալ իր ժողովրդին պաշտպանելու կամ գերությունից ազատելու։ Ինքը ասում էր ինչ է լինելու է ժողովրդի հետ, ինձ պատասխան տուր, լսել էր ուզում, ապագան լսել էր ուզում։ Ու երբ որ հրեշտակը եկավ, մի ամբողջ պատմական ժամանակաշրջան իրեն պատմեց, գիտեք։ Երբ որ դուք կարդաք Դանիելի Մարգարեությունը 10-րդ գլխից հետո կատարվող դեպքերը, ու հետո կարդաք պատմական գրքերը, թե ինչ եղավ Քրիստոսից առաջ 500 թվականից սկսած, դրանից հետո եկող դեպքերի մեջ։ Մոտավորապես այդ աղոթքը Դանիելը արել է 5 դար առաջ Քրիստոսից։ Ու դրանից հետո եկած դեպքերը պատմական կարդաք, դուք կտեսնեք, որ Մակեդոնացու արշավը, այդ Բաբելոնի կործանումը, Պարսկական թագավորության կործանումը Ալեքսանդր Մակեդոնացու միջոցով, հետո նրա թագավորության քայքայումը 4 բաժինների, նրանց 4 թագավորությունների ճակատագիրը, ամեն ինչ մարգարեացել էր Դանիելը։ Այդ գրքում բոլորը գրված են։ Գիտեք ինչու։ Գրված է սիմվոլներով, գրված է այն ձևով, որ միայն այն մարդը, որ գիտի պատմությունը, կարդալիս կհասկանա դրանք։ Բայց Աստված ասեց այս մարդուն, ասեց ապագան ինչ է լինելու։ Գիտեք ինչու, որովհետև կարողացավ 3 շաբաթ սպասել մինչև հրեշտակը երկնքից քիչներ ու իրեն կասեր։ Իսկ կարծում եք այդ ուշացումը ինչի համար էր։ Աստված մեզ մի հատ լավ օրինակ թողեց, թե ճիշտ Աստծո մարդը ինչպիսի սպասում պիտի ունենա Աստծուց։ Դուք հաճախ եք Աստվածաշունչը բացում, կարդում, ուզում լսել Աստծուն։ Գիտեք, Աստծուն լսելը միայն աղոթքի մեջ լսելը չի։ Ընդհանրապես աղոթքի մեջ լսելը հենված է Աստվածաշնչով լսելու վրա։
Եթե մարդը Աստվածաշնչով Աստծուն լսել չգիտի, աղոթքի մեջ նա չի կարող լսել Աստծուն։ Եթե Աստվածաշնչով նա չի ճանաչել Աստծուն, աղոթքի մեջ նա չի կարող ճանաչել Աստծուն։ Սա միանշանակ ճշմարտություն եմ ասում ձեզ։ Եթե դուք ուզում եք լսել Աստծուն, նայեք ինչ եք անում։ Վերցնում եք Աստվածաշունչը, կարդում եք, ու ամեն խոսքի հետ համաձայնվում եք։ Պատրաստ եք լինում ամեն խոսքը կատարելու ու կատարում եք կյանքում։ Այս դեպքում ձեր զգայարանները, ներքին հոգու զգայարանները սկսում են զարգանալ, ու իրենք սկսում են լսել նաև այն բաները, ինչը գրված չի Աստվածաշնչում։ Իսկ ինչը գրված է Աստված ձեզ չի խոսելու նորից։ Այն ինչը գրված է Աստվածաշնչում, երկնքից Աստված երբեք չի խոսելու, հիշեք սա։ Հանկարծ չխնդրեք, թե Աստված ձեզ պատմի, թե հայտնության գրքում ինչ է գրված, կասի բացառակ արթա, հա։ Ծուլությունը չի սիրում Աստված։ Դրա համար հաճախ, երբ որ դուք կբացեք Աստվածաշունչը, կանգնեք Աստծո առաջ ու իսկապես խնդրեք, որ ինքը խոսի։ Ու մի հեռացեք աղոթքից, սպասեք մինչև կլսեք նրա ձայնը։ Կլսեք հենց խոսքից, երբ որ դուք կարդալով կգնաք, դուք կտեսնեք ինչպես մի խոսքը կմեծանա, կառանձնանա մյուսներից։ Դուք շարունակեք աչքերով էջերի վրայով գնալ, բայց ձեր միտքը կշարունակի մնալ այն խոսքի վրա, սա նշանակում է, որ Աստված ձեր սիրտը կապեց իր խոսքերից մեկի հետ։ Ու այնքան քաղցր է լինում դրա վրա մտածելը։ Հաճախ կարիք է լինում մի ամբողջ օր, կարող է մի օրն էլ քիչ լինի, երկրորդ օրն էլ միտքդ, սիրտը տարված է լինում այդ խոսքով, այդ ուրախությունով։ Կարիք ես ունենում անդադ բացես կարդաս ու ուրախանում ես դրանով, որովհետև Աստված է խոսել, այդ խոսքը դուրս է եկել Աստծո բերանից։ Այո։ Այսպեսի մի բան կա, քանի որ խոսում եմ Աստծուն լսելու մասին, պիտի նաև սա ասեմ։ Երբ որ դուք նեղության ու դժվարության մեջ եք լինում, ու կանգնում եք Աստծո առաջ ու խնդրում եք, ասում եք ինձ հանիր այս նեղությունից, դժվարությունից, դուք պիտի սպասեք այնքան, մինչև կամ Աստված ձեզ հանի դրանից, կամ էլ խոսի ձեր հետ։ Գիտեք, երկու տարբերակն էլ կա Աստվածաշնչում գրված։ Պողոս առաքյալը դժվարություն ուներ, ինքը ֆիզիկական մարմնի դժվարություն ուներ։ Գրված է մի սատանայի խայթոց էր տրվել, մի սատանայի հրեշտակ էր տրվել իրեն, որ ժամանակ առ ժամանակ խայթում էր, դա հաստատ հոգուն չի վերաբերվում։ Իր հոգին գտնվում էր Սուրբ Հոգու մեջ ու չէր կարող այդպիսի բան տեղի ունենալ։ Բայց Աստված թույլ էր տվել, որ իր մարմնի վրա նման խայթոց լինի։ Ու գրված է, որ այդ խայթոցը նրա համար էր, որ ինքը չհպարտանա։ Մենք դրանից էլ ենք սովորում, չէ՞։ Որ կյանքում կարող են լինել դեպքեր, բաներ, որ նրա համար լինեն, որ մենք չհպարտանանք։ Հետարքիր է Պողոսը, որ շատերից դևեր էր հանել։ Մեկը լես դևին չի հրամայում, որ իրանից հեռանա։ Ասում է 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ ինձանից հեռացնի։ Այս 3 անգամ աղաչեցին, ցույց է տալիս, որ ինքը этаպներ անցավ, չէ՞։ Պողոսը աղոթքի մեջ этаպներ անցավ։ Սպասեց, որ հեռացնի, մեկ էլ Աստված խոսեց, չհեռացրեց, գիտեք։ Աստված խոսեց, ասեց իմ շնորհքը հերիքա քեզ, ու իմ շնորհքը, իմ զորությունը գործում է տկարության մեջ, թուլության մեջ։ Պատկերացնում եք, մենք կգնանք երկինք, կհանդիպենք Պողոսի հետ ու կհարցնենք Պողոս ինչ էր զգում այն ժամանակ։ Դրանից հետո էլ ինքը չի գրում, թե աղոթեց, որ այդ սատանայի հրեշտակին Աստված հեռացնի։ Հակառակը, ասում է, պիտի պարծենամ իմ տկարություններով։ Շարունակեք կարդալ այդ տեքստը, 2 Կորինթացիների 12-րդ գլխում է գրված։ Ինչ օրհնություններ են։ Հետո ինչ, որ մի խայթոցել կլինի, որը չի հեռացվի, ու հանկարծ Աստված կխոսի, բայց դրա մեջ։ Այսինքն, եթե դու ինչ-որ մի հարց ունես Աստծո հետ կապված, որ սպասում ես, որ Աստված քո կյանքում այդ հարցին լուծում տա, սպասիր այնքան, որ կամ այդ լուծումը տեղի կունենա, կամ Աստված կխոսի մի բան քեզ։ Սա է ճիշտ վերաբերմունքը։ Հակառակ դեպքում դա ճիշտ հավատք չի լինի։ Մի կարևոր բան էլ ասեմ։ Վերաբերվում է այս երկու տեսանկյուններին, երբ որ դու խոստացած ես խնդրում, երբ որ դու լսելու համար ես կանգնում Աստծո առաջ։ Երբ որ կանգնում եք Աստծո առաջ նրան լսելու, կամ սպասում եք, որ Աստված իր խոստումը կատարի ձեր կյանքում, մի կարևոր բան էլ կա։ Հաշվի առեք, դուք ինչպիսի անձնավորության հետ գործ ունեք։ Դուք ճանաչում եք Աստծո հատկությունները, գիտեք նրա սիրո մեծությունը, որովհետև երբ որ մարդը հաշվի չի առնում Աստծո հատկությունները, երբ որ Աստված մի բան խոսում է, մարդը հասկանում է, մտածում է, թե Աստված իր վատն է ուզում։ Օրինակ, երբ որ Օձը եկավ, ասեց, չէ, կեր սրանից չես մեռնի, երբ որ եկավ ու Եվային ասեց այդ խոսքերը, չէ։ Եվայի մտքում ինչ առաջացավ, որ Աստված շատ մի հատ թանկարժեք բան իրենցից թաքցրել ու արգելել է իրենց օգտվելու։ Իրականում մեղքից ու մահից էր Աստված պաշտպանել իրենց։ Ճիշտ է։ Ու հաճախ երբ որ Աստված խոսում է, ասում է, այդ ինչը որ դու շատ ես խնդրում, ես դա չեմ ուզում քեզ տամ, քրիստոնյաները փակում են իրենց ականջը, ասում են, չէ, տուր։ Գիտեք ինչու։ Մոռանում են Աստված ինչ հատկություններ ունի։ Մոռանում են, որ Աստված կատարյալ սեր է ու իրենց բարիքն է ուզում, որ ամեն մարդու բարին է ուզում։ Մոռանում են, որ Աստված գիտի նաև ապագան, ինքը ժամանակից դուրս գտնվող անձնավորություն է։ Ու միայն ինքը գիտի, եթե այդ բանը այսօր քեզ տա, վաղը ինչ տեղի կունենա քեզ հետ։ Դրա համար սպասումը պետք է լինի ճիշտ ձևով։ Կանգնում եք Աստծո առաջ, կանգնում եք Հիսուսի առաջ աղոթքի մեջ, նայում եք նրա դեմքին հավատքով ու խնդրում եք ձեր խնդրվածքը ու սպասում եք հաշվի առնելով, թե ինչպիսի անձնավորություն է ինքը։
Ինքը ամենակարող է, ինքը կարող ամեն ինչ անի, չկա աշխարհում այդպիսի մի բան, որ չանի։ Պատմական դեպք կա գրված Աստվածաշնչում, որ մարդու միտքը անգամ չի ընկալում, որ կարա այդպիսի բան տեղի ունենա։ Տրամաբանությունից դուրս, գիտեք ինչ ա գրված։ Մանասե անունով մի թագավոր կար, Իսրայելի ամենավատ թագավորներից մեկը, ու իր մասին միայն վատ բաներ ա գրված, այնքան վատ բաներ, որ էլ ասելու չի։ Այս թագավորը իր վատության, իր չարության պատճառով Աստված բերեց մի ուրիշ թագավորի, որը գրավեց Իսրայելը։ Մանասեին գրվածա բռնեցին, այնալ դաժան ձևով բռնեցին, տեղափոխեցին գերության, ու այնտեղ շղթայված պահում էին Մանասեին։ Մեկ էլ այդ շղթայված, այդ ծանր վիճակում ինքը հիշում է իր հայրերի Աստծուն, աղաղակում է Աստծուն, Աստված իրեն հանում է այդտեղից, նորից բերում դնում է իր նախկին թագավորության վրա։ Ում մտքով կանցնի, որ գերության, բանտում, շղթայված թագավորը հանկարծ կարող է նորից վերադառնալ իր թագավորությանը։ Աստված հաճախ կյանքում դեպքեր է կատարում, որ մարդկային ամեն տեսակ տրամաբանությունից դուրս է գտնվում։ Հանդիպել եք այդ դեպքին Աստվածաշնչում ինչ որ պատմեցի, իհարկե մանրամասները չեմ պատմում, դուք կարող եք կարդալ շատ օրհնյալ ու բոլոր դեպքերը ինչ որ կկարդաք, հիշեք, որ դրանց մեջ ամենամեծ օրհնությունը նա է, որ կճանաչեք Աստծուն։ Աստծո ամենակարողությունը իսկապես սահմաններ չունի։ Նա ամեն ինչ կարող անի։ Իր ամենամեծ դժվարությունը մարդու սրտի ու նրա կամքի հետ է կապված։ Երբ որ քեզ կասի ես մի բան արա ու դու չես անի, այս սրա հետ է կապված։ Ամենամեծ դժվարությունը Աստծո։ Դրա համար երբ որ կկանգնեք սպասումի, կկանգնեք աղոթքի մեջ ու կսպասեք, որ Աստված մի բան խոսի, մի բան անի ձեր կյանքում, հաշվի առեք նրա հատկությունները։ Հաշվի առեք, որ ինքը տեսնում է շատ բաներ, ինքը տեսնում է սրտի խորը անկյունները։ Հաշվի առեք իր ամենակարողությունը, հաշվի առեք իր սեր լինելը, իր բարություն լինելը, հաշվի առեք իր խանդոտ լինելը։ Եթե ես մի բան եմ խնդրում, օրինակ, որ շատ եմ սիրում այդ բանը ավելի, քան թե Աստծուն, այսինքն ավելի շատ եմ խնդրում այդ բանը, քան թե Աստծուն եմ խնդրում, որ իրեն կպնեմ։ Աստված սկսում է ինձ խանդել, ինքը խանդոտ անձնավորություն է։ Ու երբ որ սկսում է խանդել, ինքը արդեն ոչ միայն դա չի տա, բորբոքը ներքին կարող լինի այնպեսին, որ վրիժառություն բարձրանա իր մեջ։ Ու այն ինչը որ շատ եմ սիրում, կարող դրա նկատմամբ վրիժառություն դրսևորվի Աստծո կողմից։ Կարդացեք, ճանաչեք Աստծուն, ինչպիսին է ինքը ըստ Աստվածաշնչի։ Եկեք երրորդ տեսանկյունը ասեմ, որովհետև ամենակարևոր տեսանկյունը սա է։ Աստծուն սпасել նրա հետ հանդիպելու համար։ Սրանից կարևոր բան գոյություն չունի։ Մարդկային կյանքում, մարդու երկրի վրա ապրելու ընթացքում ամենակարևոր հանդիպումը դա Աստծո հետ հանդիպումն է։ Մարդիկ հանդիպումներ են ունենում սատանայի հետ։ Մարդիկ հանդիպումներ են ունենում բազմաթիվ տարբեր մարդկանց հետ։ Հիշում եմ բանակում մի անգամ զինվորներով որ ծառայում էինք, ուրեմն մի գեներալ էր եկել, ու զինվորներից մեկին կանչվեց ինչ որ բաներ խոսեցին, հետո երբ որ վերադարձավ, արդեն մեր հետ գործող հրամանատարներից մեկը հարցրեց այս տղային, ասեց ինչ ասեց, ասում է հեչ կանչեց, բարևեց, ասեց ձեռով բարևեց, ասեց հա, ասեց մի շաբաթ չլվացվեց։ Գեներալի հետ էր հանդիպել այս մարդը։ Բազմազան հանդիպումներ կարող է ունենան մարդիկ երկրի վրա, բայց Աստծո հետ հանդիպումի նման հանդիպում գոյություն չունի։ Դա ամենակարևոր հանդիպումն է։ Ու եթե դուք կմտածեք, որ աղոթքի մեջ ինչի կարիք ունեք, առաջին հերթին իր անձի կարիքը ունեք։ Անկախ նրանից, եթե դուք ուզում եք Աստծո խոստումներից մեկը ստանալ, դուք կարիք ունեք սпасել առաջին հերթին իր հետ հանդիպման։ Եթե դուք կարիք ունեք, որ լսեք Աստծուն, առաջին հերթին հանդիպման սпасեք։ Երբ որ ինքը գա ձեզ հետ հանդիպելու անպայման կխոսի ձեր հետ։ Սա նման է նրան, որ զանգում եք ինչ-որ մեկին, ասում եք արի, ես ինչ տեղում Երևան քաղաքի, ես ինչ փողոցի, ես ինչ անկյունում մի հատ իրար հետ հանդիպենք։ Ու գնում կանգնում եք այնտեղ ու սպասում եք մինչև ինքը գա։ Դուք ձեր աղոթքները ինչպես եք անում։ Դուք հանդիպման ժամեր ունեք Հիսուսի հետ։ Առավոտյան վեր եք կենում ու գնում եք ձեր սենյակում կամ չգիտեմ մի տեղում, սպասում եք այնքան մինչև իր հետ հանդիպեք, հետո գնաք աշխատանքի, թե աղոթում եք, ասում եք լավ, այսօր աղոթել եմ, վերջացրի իմ գործը ու գնում եք աշխատանքի։ Մեկ-մեկ քրիստոնյաների աղոթքը դառնում է այդպեսին, ու դա հիմնականում ձևականություն է, ձև է։ Իր մեջ չկա ճիշտ բովանդակություն, որովհետև այդ աղոթքի ժամանակ աղոթքը դառնում է միակողմանի խոսակցություն։ Մարդիկ խոսում են ինչ-որ մի անձի հետ, կողքից մեկը նայեք, ասի գիժո, չէ՞, որին չեն տեսնում, չեն շոշափում, ընդհանրապես ճիշտ եք անում, որ խոսում եք, բայց սովորեք նաև լսել։ Ամենակարևորը հանդիպել նրա հետ։ Աստվածաշնչյան այնքան դեպքեր կարող եմ ասել, որ մարդկանց կյանքը փոխել հանդիպումը։ Ու միայն հանդիպումներն են, որ մարդկանց կյանքը փոխում են։ Այսօր ովքեր են, որ պայքարում են, որ իրենց կյանքը փոխի ու նմանվի Աստվածաշնչյան կյանքին, ավելի սրբանա, ավելի ուժեղանա, զորանա հավատքի մեջ։ Կան այդպիսի մարդիկ այստեղ, որ ուզում են դա։ Դա միայն մի բան է կարող անի, հանդիպումը Հիսուսի հետ, ուրիշ ոչինչ չի կարող անել։ Նայեք Պողոսի նման անձնավորությունը, որ քրիստոնյաների հետ աչքով աչք չուներ, սպանել էր ուզում միայն։ Ու այդ մարդկանց ամեն ինչ անում էր, բանտարկում էր ու չէր հանգստանում այդ ներքին բորբոքը։ Հերիք չէր, որ Հրեաստանում բոլորին ցրեց, կարողացավ բոլորի հախից գա կարծես թե։ Ինքը իրավունք վերցրեց, որ գնա Դամասկոսում էլ այդ գործը անի։
Այնտեղ էլ քրիստոնյաներին հալածի, բայց ճանապարհին հանդիպեց Հիսուսի հետ։ Ու Դամասկոս մտավ արդեն բոլորովին մի հատ ուրիշ մարդ։ Մտել էր Դամասկոս, փոխանակ քրիստոնյաներին հալածելու, հрьяաներին էր հալածում։ Ասում էր Հիսուսը իսկապես Քրիստոսն է։ Այն որ Երուսաղեմում խաչեցին, նա իսկապես Քրիստոսն է։ Հрьяաները նայում զարմանում էին, ասում են ոնց էս մարդը եկել աստեղ որ քրիստոնեությունը վերացնի, ինքը Քրիստոս է քարոզում։ Ինչն էր Պողոսին այսպես շրջել։ Անձնական հանդիպում է Հիսուսի հետ։ Դուք շատ գաղափարներ կարող եք իմանալ, բայց դա դեռ հանդիպում չի։ Դա դեռ չի որոշում ձեր կյանքը։ Ձեզ պետք է անձնական հանդիպում։ Գիտեք, ես ձեզ կարող եմ պատմեմ, ես ինչպիսի հանդիպումներ եմ ունեցել Հիսուսի հետ։ Մանավանդ առաջին հանդիպումը հաճախ եմ պատմում, դուք լսել եք, չեմ պատմում։ Այդ փոխեց իմ կյանքը։ Բայց ձեզ ինչ։ Պատկերացնում եք դա իմն էր։ Ինչքան էլ որ մոտիկ լինի, ինչքան էլ գամ ու կպնեմ ձեզ, ձեռքս դնեմ ձեր վրա, չի օգնի։ Ձեզ պետք է հանդիպել Հիսուսի հետ։ Հասկանում եք։ Դրա համար եկեք այսպես անենք, որ ձեր ամեն մի աղոթքը լինի հանդիպում Հիսուսի հետ։ Սա դուք մտածեք ու որոշեք ձեր սրտի մեջ, որ բոլոր տեսակ աղոթքները լինի հանդիպում Հիսուսի հետ։ Հիսուսը մահացավ խաչի վրա, 3 օր հետո հարություն առավ։ Վազեցին աշակերտները գերեզմանոց տեսնելու։ Մատթեոս 28-րդ գլխում, ուզում եք ինձ հետ բացառեք 1-2 խոսք կարող են կարդալ։ Առաջին բանը, որ Հիսուսը ասեց, ինչ ասեց, երբ որ հանդիպեց կանանց հետ։ Հիշում եք, որ առաջին հանդիպումը Հիսուսի եղավ կանանց հետ։ Նախ առաջինը Հիսուսը չհանդիպեց, հրեշտակներին տեսան։ Կանայք գնացին գերեզմանոց ու տեսան հրեշտակներին։ Մատթեոս 28-րդ գլխում է գրված։ 5-րդ խոսքից կարդամ, պատասխան տվեցին հրեշտակները ու ասացին կանանց. Դուք մի վախեցեք, քանզի գիտեն, որ փնտրում եք Հիսուսին, որը խաչվեց։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասում է։ Եկեք տեսեք այնտեղ, ուր Տերը պառկած էր, եւ շուտ գնացեք նրա աշակերտներին ասեք, թե նա մեռելներից հարություն առավ, եւ ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում։ Այնտեղ պիտի տեսնեք նրան, ահա ձեզ ասացի։ Այդ հանդիպման վայր էր որոշում հրեշտակը։ Ավելի ճիշտ դա Հիսուսն էր որոշել, ու հրեշտակները այդ վայրը ասում էին. Գնացեք աշակերտներին ասեք, որ ձեզանից առաջ գնում է Երուսաղեմ, այնտեղ պիտի տեսնեք նրան, պիտի հանդիպեք նրա հետ։ Ես բառը ուղղակի փոխում եմ, որովհետև տեսնել, հանդիպել շատ հեռու չեն իրարից։ Ըստ մյուս ավետարանի կանայք չգնացին գերեզմանից, ու այդպես էլ իրենք մնացին գերեզմանոցում, Մարիամը լացեց, հիշում եք այդ դեպքերը։ Եվ վերջապես ինքը հանդիպեց Հիսուսի հետ։ Երբ որ Հիսուսը հանդիպեց, ինչ ասեց։ 10-րդ խոսքը կարդացեք։ Այդ ժամանակ Հիսուսը ասաց նրանց. «Կանանց էլի, մի վախեցեք, գնացեք իմ եղբայրներիս ասեք», եղբայր անվանում իր աշակերտներին։ «Իմ եղբայրներիս ասեք, որ Գալիլեա գնան, այնտեղ պիտի տեսնեն ինձ»։ Տեղը որոշում, որտեղ պիտի հանդիպեն իր հետ։ Ու ամբողջ Աստվածաշունչը Աստծո հետ կապված բոլոր հարաբերությունների մեջ խոսում է հանդիպումների մասին։ Հիշում եք, Աստծո մի մարդ կար 5 կտակարանում, գրված է իր մասին։ Զորավոր մարդ էր, մի օրվա մեջ 2 հրաշք արեց, երկնքից կրակ իջացրեց եւ երկնքից ջուր իջացրեց։ Արդեն գիտեք ում մասին է խոսքը։ Եղիան։ Մեկ էլ թակուհին, որ իմացավ այդքան մեծ գործեր արել, 400 մարգարեներ կոտորեց ուղակի, այդ գուրքի մարգարեներին վերացրեց ուղակի։ Իսրայել ամբողջովին դարձրեց Եհովա Աստծուն։ Մեկ էլ որ թակուհին իմացավ, որ իր գուրքերի ու մարգարեների հետ այդպես է վերաբերվել, մի մարդ ուղարկեց, ասաց գնա ասա, որ վաղ է, ես իրան իր արած գործի նման եմ անելու։ Ոնց որ ինքը իմ մարգարեներին այդպես ես իրան եմ անելու։ Գնաց, ասեց, այս մարդը վախից թողեց ու փախավ։ Գրվածը փախավ, երկար ճանապարհ գնաց, միտեղ ծառտակ նստեց, ասեց լավ եմ մեռնեմ, քան թե սենց ապրեմ։ Հետո էլի գնաց, մտավ քարանձավ, մեկ էլ Աստված խոսեց հետը։ Ասեց բարձացի լեռան վրա կանգնիր Աստծո առաջ։ Դա այն տեղն էր, որտեղ ինքը պիտի հանդիպեր Աստծո հետ։ Դեռ այդ ձայնը հանդիպում չէր, նոր պիտի ունենար այդ հանդիպումը։ Ու երբ որ հանդիպումը տեղի ունեցավ, Աստված լուրջ կարևոր բաներ ասեց Եղիային։ Բայց առաջին հարցը որ տվեց, ասեց ինչ գործ ունես այդտեղ։ Այդ ինչ ես անում այստեղ։ Միթե սա է քո տեղը։ Ես մնացածը ավելացնում եմ։ Ամենակարևոր հարցը որ տվեց, ասեց ինչ գործ ունես այստեղ։ Գիտեք, հանդիպման ժամանակ Աստված առաջին հերթին ուղղում է մեր կյանքը, ուղղում է մեզ։ Կարող է դու սպասես հանդիպում, հանդիպես, մեկ էլ ասի ինչ գործ ունես այստեղ։ Մի մտածեք, որ հանդիպումը միայն քաղցր ու միայն հաճելի բաներ ասում Աստված։ Աստված կարող է հանդիմանի հանդիպման ժամանակ, ուղղի կյանքը, ու դրա կարիքը մենք ունենք, ճիշտ եմ ասում։ Հետո որ ուղղվելու կարիք չունի։ Միայն Հիսուսն է այդպեսին։ Նայեք Եսայի մարգարեության 6-րդ գլխում, իրականում Եսայի մարգարեությունը չի սկսվում առաջի գլխից, սկսվում է 6-րդ գլխից։ Ուղղակի գրառումների ժամանակ տեղերի փոփոխություն ա եղել։ Գրանցվել է այդպիսի արտականությամբ, բայց իր ծառայությունը սկսվել է նրանից, որ ինքը հանդիպել է Աստծո հետ։ Ու այդ հանդիպումը նայեք ինչքան ճոխ ու ինչքան մեծ էր։ Այդ հանդիպման ժամանակ ինքը տեսավ ոչ միայն Աստծուն, ինքը տեսավ հրեշտակների, որոնք թռնում են սերովբեների, որտեղ միակ նկարագիրն է, գիտեք, եթե այդ մի հանդիպումը չլիներ ու նկարագրված չլիներ, մենք չէինք իմանա, որ երկնքում սերովբեներ կան։ Դա միակ տեղն է, որ գրված է սերովբեների մասին, որ թռնում են, իրենք փառաբանում են Աստծուն, ինչպիսի բաներ։ Ու մեկ էլ Աստված լուրջ գործ առաջարկեց Եսային։
Եսային դարձավ Իսրայելի զորավոր մարգարեներից մեկը ու նահատակվեց իր Աստծո անվան համար։ Իրեն սպանեց Մանասե թագավորը, որի մասին մի քիչ առաջ ասում էի, բայց իր կյանքը ինչից սկսվեց։ Ու ինչու ինքը այդքան հավատարիմ մնաց, որովհետև հանդիպել էր Աստծո հետ։ Որ դեպքը, որ Աստծո մարդին ուզում եք նայենք, բոլորը հանդիպումներ են նկարագրված, ու բոլորը հանդիպումներով են տեղի ունեցել։ Նայեք Երեմիայի կյանքը, հենց առաջի գլխում, հենց սկզբից ասում է, ես քեզ կանչեցի մարգարե լինելու, ու միանգամից հանդիպում է նկարագրված, ինչպիսին եղավ, ինչքան զորավոր էր հանդիպումը Եզեկիել մարգարեի եւ Աստծո հանդիպումը, ինչպիսի տեսիլքով, մեծությունով, որում այնտեղ մի տեղ կա գրվածը, դա համարվում է Հիսուսի խորհրդապատկերներից մեկը, որ մեծ կրակի, այդպես մի փառքի մեջ ինքը տեսնում է գրվածը որդի մարդու նման մեկին։ Ո՞մ մասին է խոսքը։ Այդ խոսքը, որ գրված է, այդ հանդիպումը, որ տեղի ունեցավ, ու այդ հանդիպումը գիտեք ինչքան ուժ տվեց Եզեկիել մարգարեին գործելու Իսրայելի մեջ։ Աստված ասեց գնա, ասա այս խոսքերը, չեն ընդունելու, բայց դու ասա։ Հետաքրքիր է, չէ՞։ Ով կգնա ասի այն խոսքերը, նախորդ իմանալով, որ այդ խոսքերը չեն ընդունելու։ Մենակ այն մարդը, որ հանդիպել է Աստծո հետ։ Այսօր քրիստոնյաները գալիս ասում են, գիտես, այս ինչ անեց վատ բան արեց ինձ, ասում են գնա հանդիմանի այդ վատ բանը արել է։ Նա ասա դու իմ նկատմամբ սխալ արեցիր։ Այդ ասում չէ Աստվածաշունչը, որ ճիշտ վարքը դա է եկեղեցին։ Գալ ասում չէ ոնց ասեմ, մեկը չի ընդունելու։ Բայց Աստծո խոսքը պատվերն է դա, որ գնա դու եւ ինքը հանդիմանիր, ասա այդ բանը։ Գիտեք ինչու է այս մարդը վախենում գնա ասի, չի հանդիպել Աստծո հետ։ Այն հոգու ուժը, որ պետք է իր մեջ լիներ, որ դա աներ, չի լինում։ Եթե քո կյանքը դառնա հանդիպումների շարք, դա բոլորովին ուրիշ կյանք կդառնա։ Մենք այսօր խաղաղության մեջ ենք ապրում առայժմ։ Մենք այսօր հավաքվում ենք իրար հետ հանգիստ ու ոչ մեկը մեզ չի խանգարում հավաքվելու, մեր Աստծուն պաշտելու։ Բայց վաղը չգիտենք ինչ կլինի, ինչպիսի դժվարություններ կլինեն։ Վաղվան նայելով դու ինչ ես մտածում, որ անպայման հավատարիմ կմնաս, թե դու այսօր էլ մտածում ես, sense նեղություն եղավ կուրանամ Հիսուսին։ Դու այսօր էլ արդեն ուրացած ես, եթե տենց ես մտածում, բայց եթե դու ուզում ես իսկապես վաղն էլ հավատարիմ մնալ, քեզ հանդիպումների շարք է պետք։ Մինչև այդ վաղվա գալը հանդիպումների շարք է պետք, ամեն օր հանդիպի հետ։ Ամեն մի աղոթքի կանգնել հետ մի հանդիպում լինի Հիսուսի հետ։ Մի նոր քաղցրության սիրո լիցք լինի։ Մի նոր խոսք լինի Աստծո կողմից ուղված քեզ։ Գիտեք Աստված կարող է ձայնով չխոսի քո հետ, բայց այն մի բանը, որ կգա, կկպնի քեզ ու մի բան կառաջացնի քո մեջ, դա արդեն խոսել կլինի քեզ հետ։ Երբ որ հայրը մոտենում է իր որդուն, ու մեկ էլ գլուխը շոյում է։ Կարենք ասենք, որ մի բան ասեց իր որդուն։ Ասեց ես քեզ սիրում եմ։ Եթե այդ ժամանակ այդ երեխան մի գործ էր անում, գուցե քաջալերեց, ասեց լավ ես անում դրա մեջ, չէ՞։ Հասկանում եք, Աստծո խոսելը շատ բազմազան ձևերով է լինում։ Չի լինում հենց մի հատ ձայն երկնքից որոտումի նման թափվեց մեր գլխին։ Միշտ չի էսպես լինում։ Հազարից մեկ ու կարող է մեկի ամբողջ կյանքում էլ չլինի այսպիսի բան։ Բայց այն ներքին հանդիպումը Աստծո հետ, որ ինքը անպայման քեզ մի բան կասի, դա ամեն օր պիտի լինի քեզ հետ։ Եթե դու իսկապես ուզում ես այդ շարքը գնալ, այսինքն կանգնում ես աղոթքի մեջ ու սպասում ես հանդիպում։ Աղոթքը այն վայրն է, որտեղ մենք ժամադրվել ենք Հիսուսի հետ ու պիտի հանդիպենք իր հետ։ Հասկանում եք, աղոթքը այդ տեղն է։ Ու բոլոր տեսակ աղոթքները արժեք չունեն։ Եթե դու չես կանգնում, բաց անում գիրքը ու սպասում հանդիպմանը։ Սա ամենակարևոր բանն է քո կյանքում, որ պիտի տեղի ունենա։ Եկեք մի բան ասեմ։ Եթե դուք շարունակում եք հանդիպել սիստեմատիկ Հիսուսի հետ, գիտեք, որ մի օր էլ դուք երկնքում կհանդիպեք նրա հետ։ Գիտեք, ոչ մի մարդ չկա, որ կարողանա պատկերացնի այն ակնթարթը, որի մեջ ինչ-որ ընթացք, process պիտի տեղի ունենա, ինչպես մենք պիտի հայտնվենք երկնքում Հիսուսի հետ միասին։ Դա գրված ակնթարթի մեջ պիտի լինի։ Չգիտեմ, եթե առաքյալը առաջին դարում իմանար ժամանակի ավելի կարճ միավոր, հավանաբար այդ միավորը կասեր։ Ինքը չասեց վայրկյան, չասեց րոպե, չասեց ժամ, ասեց ակնթարթ։ Գիտեք, որ մենք չենք նկատում, որ մեր աչքերը թարթում ենք։ Եթե մենք ուշադիր չենք մեր աչքերի վրա, մենք երբեք չենք նկատում, որ մեր աչքերը թարթում ենք։ Այդպիսին է։ Այդպես էլ պիտի լինի այն պահը, երբ մենք կհայտնվենք Հիսուսի հետ երկնքում, երբ որ ինքը գա ամպերով։ Դե հիմա պատկերացրեք, դուք հանդիպում եք իր հետ, հանդիպում եք իր հետ, հանդիպում եք իր հետ, ամեն աղոթքի մեջ սպասում եք հանդիպում եք, դուք շարունակում եք սպասում, այդ սպասում կոչվածը մեր մեջ սկսում է զարգանալ ու մեծանալ։ Ու մենք սպասում ենք ոչ միայն հանդիպման աղոթքի մեջ, դուք արդեն կարող եք փողոցում էլ սպասել, տրանսպորտում էլ սպասել, դուք ամեն տեղ եք սպասում։ Ու դուք դառնում եք այն մարդիկ, որ մշտական սպասում են Հիսուսին։ Ու գրված է Հիսուսը պիտի գա իրեն սպասողներին տանելու։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Այս խոսքը ինձ վախացնում է, ձեզ չգիտեմ, որովհետև ես նայում եմ այս խոսքին, ասում եմ, արդյոք ես բոլոր ժամանակի, բոլոր միավորների մեջ սպասում եմ Հիսուսին։ Չէ՞ որ ինքը գալու է սպասողներին տանելու։ Եթե ես չունեմ այդ սպասումը ինչ-որ մի բան, ես սկսում եմ վախենալ դրանից։ Իմ միտքը կենտրոնացնել դրա վրա, աշխատել ու աղոթել դրա համար։ Իմ մեջ իսկապես վախ է առաջացնում, իսկ ձեր մեջ, որովհետև չգիտենք ժամանակի որ ակնթարթին Հիսուսը կհայտնվի երկնքից։ Եկեք իրար հետ մի խոսք կարդանք։
Ֆիլիպեցիների 3-րդ գլուխը բացառեք ինձ հետ։ Բոլոր տեսակ նեղությունների, կյանքի բոլոր դժվարությունների մեջ Աստվածաշունչը նոր կտակարանը մի մխիթարություն է տալիս լուրջ։ Հիսուսը պիտի գա։ Թեսաղոնիկեի եկեղեցին գտնվում էր լուրջ հալածանքի մեջ։ Շատ ծանր էր իրենց վիճակը։ Ու Պողոսը գրում ասում է դուք նմանվեցիք մեզ, հրեաներիս, ինչպես մենք նեղության մեջ ընդունեցինք, հալածանքի մեջ ընդունեցինք Հիսուսին, դուք էլ հալածանքի մեջ ընդունեցիք Աստծո խոսքը։ Ու այսպիսի վայրերում միշտ ինքը խոսում էր Հիսուսի գալուստի մասին։ Ու միակ մխիթարությունը, որ շատ է գրում Թեսաղոնիկեցին, ասում է Հիսուսը պիտի գա։ Հիսուսը պիտի գա արտահայտությունը մի քանի բան է նշանակում, բայց ամենակարևորներից մեկը, որ մեր նեղությունների վերջնական վերջը պիտի լինի դա։ Մյուս կողմից, որ մեր երջանկության ամենամեծ սկիզբը պիտի լինի դա։ Այն անձը, որի հետ մենք սիրում ենք, որի հետ հանդիպում ենք ամեն օր, վերջապես յուրահատուկ հանդիպում պիտի լինի։ Դա ամենամեծ հանդիպումը պիտի լինի։ Բացելեք Ֆիլիպեցիների 3-րդ գլուխը, գիտեք ինչու խոսեցի նեղություններից, որովհետև Ֆիլիպեցիների թուղթը Պողոս առաքյալը գրում է բանտից, ինքն էլ էր նեղության մեջ։ Ինքը շղթայված, բանտում, բանտարկված, սպասում էր դատաստանի, իրեն պիտի դատեն ու ինչ կորոշի դատը։ Մեկ էլ այդ բոլոր սպասումի մեջ ինքը մի ուրիշ սպասում ուներ, որ Հիսուսը պիտի գա։ 3-րդ գլխի 20-րդ խոսքը կարդանք իրար հետ։ Բայց 20-րդ խոսքը ասում է մեր քաղաքականությունը կամ մեր կենցաղավարությունը երկնքից է, որտեղից էլ մեր փրկչին ենք սպասում, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ձեր թարգմանությունն էլ է տենց։ Քաղաքականություն կամ կենցաղավարություն, այս բառն է գրված այստեղ։ Մեր ապրելակերպը մի խոսքով կլինի քաղաքականության հետ կապված, կլինի մեր առօրյայում երկնքից է, այսինքն մենք երկնային սկզբունքներով ենք առաջնորդվում այս երկրի վրա ապրելու համար, որտեղից էլ սպասում ենք մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այո։ Հիմա դե պատկերացրեք, դուք ամեն օր առավոտյան վեր եք կանգնում եք աղոթքի մեջ ու սպասում եք, որ պիտի հանդիպեք նրա հետ։ Հանդիպում եք, հետո գնում եք աշխատանքի։ Ով ձեզ տեսնում, ասում է ինչ ես այսօր այսքան ուրախ։ Հարևանները տեսնում ասում են ինչ ես այսօր այսքան ուրախ։ Գիտեք, նույնիսկ Հիսուսի հանդիմանությունը քաղցր է լինում հանդիպման ժամանակ ու ուրախություն է առաջացնում։ Այո։ Եթե վաղուց դու չես լսել Հիսուսի ձայնը, ասա Տեր, թեկուզ հանդիմանես, բայց խոսա էլի ինձ հետ։ Կլինի։ Մենք չտո մենք աղոթելու ենք, այսպիսի բաները լավ կլինի որ անես։ Ու այս հանդիպման ժամանակ առաջին բանը, որ Աստված անում է մեր հետ, ուղղում է մեր կյանքը, լցնում է մեզ իրանով, իր ներկայությունով։ Ու եթե մի անգամ, երկու անգամ, երեք անգամ ու սա շարունակական է տեղի ունենում, դու սկսում ես նմանվել Հիսուսին։ Ում հետ որ հաղորդակցվում ես, նրան էլ նմանվում ես։ Հայերով մի լավ խոսք ունենք, չէ՞, ասում ենք ասա ով է քո ընկերը, ասեմ ով ես դու։ Երբ նրանց ում ընկերը Հիսուսն է, ու սիստեմատիկ հանդիպում է նրա հետ, ըստ դեպքում ինքը սկսում է նմանվել Հիսուսին։ Ու երբ որ նմանվում ես Հիսուսին, մարդիկ տեսնում են այդ փոփոխությունը։ Ես ձեզ պիտի առաջարկեմ այսպիսի բան։ Գիտեմ, շատ չեմ ուզում հարցնեմ դրա մասին, որ շատ աղոթքներ մեր այսօրվա կյանքում հանդիպումներ չեն։ Շատ աղոթքներ չոր միակողմանի խոսակցություն են։ Մենք խոսում ենք ու պատասխան չենք լսում, ճիշտ եմ ասում։ Շատ աղոթքների մեջ սպասում չկա Աստծո խոստումները ստանալու, որ Աստված մեզ օգնի կյանքում ինչ-որ նեղությունների մեջ։ Շատ աղոթների մեջ այս սպասումները չկա։ Ես չգիտեմ դու հիմա ինչպիսի վիճակում ես, ինչի կարիք ունես։ Նեղությունից դուրս գալու, հիվանդությունից բուժվելու, ինչ որ խոսեցինք, Աստծո ձայնը լսելու, թե նրա հետ հանդիպելու։ Այս բաներից որի կարիք ունես այսօր, դու գիտես, մեկ էլ Աստված գիտի։ Բայց ես քեզ պիտի առաջարկեմ մի քանի րոպեն, որ մենք կկանգնենք հիմա այստեղ։ Դու սպասիր լավ։ Սպասումը այն է, որ կենտրոնացած Աստծո վրա։ Հիմա դու չես կանգնի, Հիսուսին ասես, արի ինձ հետ հանդիպիր հիմա, ու մտածես, հեսա մի քիչ հետո կգնանք այնտեղ ֆուտբոլ խաղալու կամ չգիտեմ էլի ինչ որ մի բաների։ Ինչպիսի ծրագրեր ունենք այսօր անելու, չես սպասում։ Ու դժվար է այսպիսի մարդու հետ հանդիպի Հիսուսը։ Պատկերացրեցիք, ինչա պետք անել աղոթքի մեջ։ Եթե կտեսնես, որ քո սպասումը սկսում է մարել, խնդրի դրա համար։ Ասա Տեր օգնի, որ ես կարողանամ սպասել, որ շարունակական սպասեմ, որ ես համառ սպասեմ, որովհետև դու խոստացել ես քո խոսքի հետևում կանգնած ես։ Ինքը շատ խոստումներ ունի, թե բժշկության խոստում, թե մեզ նեղությունից հանելու խոստում, թե որ անպայման կխոսի մեզ հետ, թե որ անպայման կհանդիպի մեր հետ։ Այո, եկեք ոտքի կանգնենք իրար հետ։